Դա ընտրություն է, ազատ կամքի արտահայտման հիման վրա, հանուն կամ դեմ, եթե դու այդ ընտրությունը չես իրականացնում, ապա մյուսներն են որոշում քո փոխարեն, թե ինչպիսին կլինի քո ապագան։ Երիտասարդները հրաժարվում են իրենց ոչ միայն ապագայի, այլ նաև ներկայի եւ իրենց խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելուց։ Կարծում եմ կարող է, որտեղ իրենք ավելի լավ են պատկերացնում, թե ինչ խնդիրներ ունեն, քան մյուս ընտրողները, եւ իրենք են, որ նաեւ կարող են ընտրություն կատարել, թե առաջարկվող լուծումներից որն է առավել համապատասխանում իրենց ունեցած խնդիրների լուծմանը։ Միանշանակ, անկասկած։ Որովհետև դու ապրում ես մի պետությունում, այդ պետությունում ստեղծագործում ես, սովորում ես, աշխատում ես, պլաններ ես կազմում, ծրագրեր ես կազմում եւ չես կարող հաշվի չառնել, թե ինչպիսին կլինեն այն միջավայրը, այն պայմանները, որոնք քո ծրագրերը պետք է իրականացնես, իսկ դրանց վրա էական նշանակություն ունեն ընտրության արդյունքները։ Իրավունքների պաշտպանությունը եւ ամեն մարդ իր իրավունքը կարող է պաշտպանել միայն իր մասնակցությամբ։ Եթե դու չես մասնակից չես քո իրավունքների պաշտպանության, ապա վստահաբար կարող եմ ասել այդ իրավունքները կարող են խախտվել։ Եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, հայտնի խոսք է, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։